Մինչ սկսելը կուզենայի ձեզ տեղյակ պահել, որ հայկական YouTube-ում հայտնվել է Spo TV ալիքը, որտեղ դուք կարող եք գտնել GTA 5-ի գլիչերը օգտագործելով դուք GTA Online-ում կարող դառնաք ամենակրուտոյի տղեն սերվերում, так что օգտվեք հնարավորությունից, լինքը ներքևում է, իմացեք թե ինչ ձևի է այդ խաղը Spawn ջարդում։ Եվ եկեք չմոռանանք KiveTube-ի մասին, մուշեղի մասին, որը նկարում է Բելգիայում վլոգներ ռուսերեն լեզվով։ Մեր հայ աղբերն է, լինքը ներքևում։ Բարև բոլորին, ձեր հետ Էրիկ Հակոբյանը եւ այսօր կխաղանք GTA 5։ Եվ այսօր կթռնենք Sandy Shores մեր ինքնաթիռով, խաղում ենք Adinochni, որտեղ on-line ես չեմ խաղում, խաղում ենք Franklin-ի կողմից, ինքը ունի այստեղ անգար, որտեղ որ ունի կանգնացրած սամոլյոտներ, որից մեկով մենք այսօր կօգտվենք եւ թռիչք կատարենք դեպի Sandy Shores, այսինքն քաղաքից դուրս։ Так, ինչ ունենք մենք, Marshall, ինչ որ տանկ, Կուբան։ Երևի թե այս սամոլյոտը մեջներից հարմարն է եւ հենց սրանից մենք հիմա կօգտվենք։ Եվ կթռնենք Sandy Shores-ը։ Նոր անձրև էր գալիս, բայց արդեն եղանակը դզվում է, ժամը, ես հեռախոսով նայեմ, ժամը 15:26 է, ցերեկ, եկեք հելնենք Pasadishni պալասը, որպեսի թռիչք կատարենք և քաղաքից դուրս գնանք։ Սամոլյոտը ռեակտիվնի չի, այսինքն ինքը այդքան էլ արագ չի թռնելու, բայց պայդյոտ։ Եկեք կանգնենք, մի պահ նայենք ոնց ենք մենք կանգնած, in principi նորմալ է, եկեք ռազգոն վերցնենք և թռնենք դեպի վերև։ Մենք կարող ենք ստեղ տեսնել արագությունը, ճիշտ ասած չեմ հիշում որ մեկն էր ցույց տալիս արագությունը, եկեք արդեն թռնենք, բայց պրիբորները աշխատում են և ամեն ինչ ճիշտ ցույց են տալիս, համարյա բոլոր պրիբորները։ Կարանք շասին քաշենք մեջ այսենց և թռնենք։ Քարտեզի վրա մենք պետք է գնանք, եսա կդնեմ ստրելկան, այստեղ, նստելու ենք, այստեղ ցույց է տված, որ ստեղ պետք է նստենք, չէ, ստեղից պետք է մենք թռնենք, իսկ նստել կարող ենք ստեղ կամ ստեղ։ Քանի որ մեր սամոլյոտը փոքր է և շատ դանդաղ է թռնում, մենք ամենափոքրի վրա կնստենք։ Բայց եկեք սկզբից լավ բարձրություն վերցնենք, որպեսզի լավ բարձր թռնենք, այսպես։ Իդեպ շատ սիրուն աշխարհ է GTA 5-ում։ Ամեն մի մանրուք իրանք Rockstar-ը, այս խաղի սարքողները նկատի են ունեցել և սիրուն սարքել են ամեն ինչ։ Ուրեմն ստեղ պրիբորներից մեկը ցույց է տալիս բարձրությունը, հեսա կգտնենք որն է, որը որ շատանում է էտա։ Երևի թե, գտա, են որ գրած 1000 ֆտ alt, այդ բարձրությունն է, հիմա մենք 2 կիլոմետրից ավել բարձրություն ունենք, վերևում կարող եք տեսնել Boeing-ը թռնում, մեկի տեղը 2 հատ, ու հույսով են բախումներ չի լինի իրանց հետ հիմա, ինչ-որ լնայք ինչ մոտիկ ենք թռնում, պրոստա էպիկ, բարձրությունը մեր 2 կիլոմետրից ավել է, արդեն 3 է, շարունակում ենք թռչել, տակ տեսնենք, ամեն շատ լավ է սարքած և դաժե ոտերը տեսնում եք իրա, շարժվում են, Franklin-ը հագած է հատուկ շոր պարաշուտով թռնողների համար։ Կարող եք տեսնել, որ արդեն այնքան բարձր ենք թռչել, որ ամպերը տեսնում ենք, ամպերից վերև ենք։ Так, արդեն 4 կիլոմետր է և եկեք սկսենք կամացից իջնել։ Շասին հələ որ չենք բացում, բայց սկսում ենք իջնել։ Ես մի քիչ ոնց որ շատ թռա բարձր, բայց ոնց որ թռանք, նենց է իջնենք, так что պրոբլեմ չկա։ Սկսում ենք շասին բացել, դա նաև արագությունն է կչացնում։ Ես արդեն պալասան տեսնում եմ, փոքր պալասան, որտեղ որ պետք է մենք վայրեջք կատարենք։
ահա նա է, նայեք, հիմա մնում է մենակ մի փոքր սպասել և գնալ դեպի ներքև, այնտեղ դուք կարող եք տեսնել բանտը, որտեղ որ մտնել հնարավոր չի, սնայպերները սաղ կողմերից կրակում են և ես հələ որ չեմ կարացել նորմալ մտնել և ուսումնասիրել այդ բերդը, արդեն բավականին ցածր ենք և կարող ենք կամացից նստել, եթե տենում եք շատ անվտանգ սամալյոտ է և արագ չի էլ թռչում, որ ասենք դժվար լինի կանգնելը, ու մենք նստեցինք, այստեղ մենք մի քիչ կտեսնենք ինչ կա չկա, տեսնում եք ընդեղ մի հատ էլ սամալյոտ կա, երևի թե կփոխենք մեր տրանսպորտը և կնստենք այդ սամալյոտի մեջ, եկեք տեսնենք ով է մեջը, և ինքը հելավ, մենք էլ հեսա կհելնենք, ոյ, թռնելու ու խփելու կնոպկեքը միշտ խառնում եմ, աղջիկ էր, հիմա եկեք սենց անենք, եկեք նստենք այս սամալյոտը, որը որ ինքն է եկել և թռչենք ուրիշ այրոդրոմ, կա նաև մի հատ էլ այրոդրոմ, մի քիչ այն կողմ Ալամոսից, Ալամո ծովից այն կողմ, որտեղ վայրեջք են կատարում և թռչում են կուկուրուզնիկները, դա այն սամալյոտներ են, որոնք որ կուկուրուզնի դաշտերի վրա են և տարածում են սերմերը, ինչքան ես գիտեմ, так, արդեն մենք ծովի վրայով ենք, կարող եք տեսնել, թռչում, այսպես, եկեք արդեն իջնենք, մի փոքր շատ բարձրացել էի, եկեք տորմուզները տանք, ես չգիտեմ ոնց կստացվի, բայց կփորձեմ, այս սամալյոտը շատ մանյովրենի է ու շատ մեծ արագություն է վերցնում, դրա համար եկեք մի հատ էլ փորձենք, իմ արագությունը արդեն պետք է այն պահին որ իջա, պետք է շատ ցածր լիներ, որպեսզի կարողանայի վայրեջ կատարեի, եկեք մի հատ էլ հեսա կփորձենք, բայց արագությունը ես կփորձեմ լավ իջացնել, տեսնենք ոնց կստացվի, եկեք ընդհանրապես մատորը անջատեմ, տեսնեմ ինչ կլինի, այսպես, մատորը անջատելը օգնեց և լրիվ թափը թողեց, ես կարացա վայրեջք կատարեի, հիմա եկեք տեսնենք ինչ կա չկա ստի արենք և շարունակենք Չիլիադ սարը, որտեղ որ մենք արդեն կվերջացնենք պարաշուտից թռնելով, այսպեսի հետաքրքիր տեղերը, ոնց հասկացած տեղ ֆերմերների համար ամեն ինչ կա, եկեք սնայպերով նայենք, տեպլիցաներ են, տարբեր ձևի, ինչ-որ, լնայեք ինչ սիրուն, թիթեռներ էր, բայց կորում է, իրանք սենց, չգիտեմ որտեղ են կորում, բայց կորում են, լավ, եկեք շարունակենք մեր ճանապարհը դեպի Չիլիադ սարը, Չիլիադ սարի վրա, չգիտեմ ոնց եմ նստացնելու այդ սամալյոտը, հնարավոր է պարաշուտով իջնեմ Չիլիադ, Չիլիադից է պարաշուտով իջնեմ ներքև ավելի, եկեք ֆրանկ և շարունակենք Չիլիադ, ինչ-որ ժամանակ է պետք մինչև սամալյոտը կսկսվի շարժվել, այսպես և եկեք ֆրանկ և թռչենք, ու դեպի Չիլիադ իհարկե ոնց որ ես ձեզ խոստացա, մենք կգնանք Չիլիադ սարը, այդ նույն պրիբորները ստեղ էլ պրինցիպի կան, դուք կարող եք տեսնել, արագությունը այն կանաչն է, եթե հիմա տորմուզ տամ, այդ արագության սլաքը իջավ, так, եկեք նայենք ինչքան է մնացել, պրինցիպի այդքան է շատ չի մնացել, գտա 5-ում շատ լավ լուսավորություն է, ուզում ասեմ շատ լավ
ասենք զակատները բան շատ լավն են։ Չեմ պատկերացնում ինչ կայֆն ալնելու հաջորդ GTA 6 արդեն, եթե GTA 5-ն ասենց լավ է։ Եկեք պարաշուտով թռնենք, որտեվ դժվար թե ուրիշ ձև ստացվի։ Եվ եկեք այս օյ լավ, հասցրեցինք, լավ պրծանք, բայց սամալյոտի տեղը ես չեմ տեսնում։ Միտեղ տրակվեց, ես լսեցի, երևի միտեղ ուղղակի տրակվեց։ Լավ, եկեք սենց իջնենք, օհո, սենց չի ուզում իջնենք, բայց դե արդեն ուրիշ ձև չի լինի, եկեք իջնենք ներքև, ընդեղից ես մի հատ տեղ գիտեմ հարմար, հնարավոր է, որ պարաշուտը բացվի։ Ինքը աբրիվ է մի անգամից տալիս, կփորձեմ թռնել և պարաշուտ բացել, եթե ստացվի, ապա կստացվի։ Օյ, տակ, մի փոքր ներքև են գնալու, կամ կսղանք տեղից կընկնենք, եթե ոտքը սոտ տա, Ֆրանկլինի կամ էլ արդեն նորմալ կթռչենք պարաշուտով, կտեսնենք, թե ինչ ձևի կլինի, հույսով եմ ֆեյլ չի լինի ստեղ, որտև շատ վտանգավոր տեղ է։ Դուք կարող եք տեսնել, որ ստեղից ներքև ոչ մի բան չկա։ Տեսնենք առաջի դեմքից, շատ վախենալու տեղ է, ահա որ վախենալու տեղ է։ Դե ինչ, եթե պատրաստ եք, եկեք արդեն թռնենք։ Չէ, էլի լավ էլի, հա բայց խի սենց, պարաշուտ ուներ ինքը, ժողովուրդ կներեք, բայց սի անիմաստ ինչ-որ անկապ բան էր, քանի որ ինքը պարաշուտ ուներ, ինքը կարար պարաշուտ բացեր, բայց խաղը իրան չթողեց, չգիտես թե խի։ Դե ինչ արած, ես մեղավոր չեմ, էլ եմ ասում, խաղը չթողնեց, որ ես պարաշուտ բացեմ։ Բայց պարաշուտը ես ձեզ կապացուցեմ, որ միշտ կա իր մոտ, քանի որ խաղը երբ որ միջև վերջանցնում ես, պարաշուտը առած ես ծնում, ինքը միշտ քո հետ է լինում։ Հիմա դուք դրանում կհամոզվեք։ Բարձրությունն էլ շատ լավ բարձր էր, ինքը կարար արդեն սկսել պարաշուտ բացելու այդ պահերը իրա։ Եվ հեսա կտեսնեք ինքներդ։ Պարաշուտ չկա, վայ հորը սարև, պարաշուտ չկա, լավ, ես եմ ուրեմ մեղավոր, շարը յանում խաղի վրա, բայց ես եմ մեղավոր։ Լավ, կփորձենք հաջորդ անգամ թռչել Չիլիադից այդ նույն տեղից, պարաշուտով, ձեր հետ Էրիկ Հակոբյանն է, շնորհակալ եմ, որ նայեցիք, դրեք լայք և գրեք կոմենտ, եթե նայեցիք մինչև այս տեղը, շնորհակալություն, հաջողություն։